ԵԱՀԿ-ի 24 անդամ երկրներ համատեղ հայտարարություն են տարածում եւ կոչ անում Վրաստանին լիովին կատարել ԵԱՀԿ-ի Մոսկվայի մեխանիզմի առաջարկությունները։ Համատեղ հայտարարության տեքստը տարածում է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։ Ըստ զեկույցի մանդատով նախատեսված ժամանակահատվածում Վրաստանում ժողովրդավարության տեսանկյունից ակնհայտ հետընթաց է եղել։ Կոչ ենք անում Վրաստանին հաղթահարել ժողովրդավարական հետընթացը եւ լիովին իրականացնել Մոսկվայի մեխանիզմի առաջարկությունները։ Առաջին հերթին Վրաստանի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրավապահ մարմինները գործեն միջազգային չափանիշներին համապատասխան եւ իրականացնեն արագ, անկախ եւ անաչառ հետաքննություն խոշտանգումների եւ ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր մեղադրանքների մասին, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Երկրորդ, Վրաստանը պետք է դադարեցնի ընդդիմադիր կուսակցությունների արգելման փորձերը, հետ կանչի այդ հարցի վերաբերյալ ներկայացված դիմումները եւ ապահովի քաղաքական բազմակարծության լիարժեք հարգանքը։ Եվ վերջում, զեկույցը ընդգծում է դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման անհրաժեշտությունը։ Համատեղ հայտարարության ստորագրողներն են Ալբանիան, Ավստրիան, Բելգիան, Կանադան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Իսլանդիան, Իռլանդիան, Լատվիան, Լիխտենշտայնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մոլդովան, Չեռնոգորիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Սլովենիան, Շվեդիան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը եւ Լեհաստանը։ Փաստաթղթի նախաձեռնողների եւ ստորագրողների թվում չեն հարևան երկրները Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, ինչպես նաև Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն։ Կրկին քննարկումների թեմա է Եվրախորհրդարանի կողմից Վրաստանի վերաբերյալ ընդունված թվով 9-րդ բանաձևը։ Փաստաթղթով, որի անվանումն է Էլենե Խոշտարյայի գործը եւ քաղաքական բանտարկյալները, Եվրոպական խորհրդարանը պահանջում է ազատ արձակել Խոշտարյային եւ մյուս ձերբակալված անձանց, չեղարկել կոնկրետ օրենքներ եւ կիրառել նպատակային պատժամիջոցներ։ Խոսքը վերաբերում է նաեւ Միխեիլ Սաակաշվիլիին։ Մեծամասնությունում ասում են, որ օտարերկրյա դերակատարները ընդդիմության համար կատարում են գլխավոր փրկարար օղակի գործառույթը։ Մենք քանդում ենք ահաբեկչական ռեժիմի Իրանում եւ հաղթում նրա դաշնակիցներին Լիբանանում, հայտարարել է Իսրայելի վարչապետը պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ անցկացված մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև ուժերի աննախադեպ միավորմամբ հասել են հսկայական արդյունքների։ Բենյամին Նեթանյահուն դիմել է իրանցի ժողովրդին եւ նշել, որ պահը, երբ նրանք հնարավորություն կունենան ձեռք բերել ազատություն, մոտենում է։ Իսրայելի վարչապետը խոսել է նաեւ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունների մասին եւ ասել, որ այդ կապը 100 անգամ ավելի ուժեղ է, քան երբևէ գոյություն է ունեցել Ամերիկայի եւ Իսրայելի վարչապետների միջև։ Իրաքում ռազմական բազայի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման հետևանքով զոհվել է մեկ ֆրանսիացի զինվոր, իսկ մի քանիսը վիրավորվել, հայտարարել է Էմանուել Մակրոնը։ Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ դատապարտել տարածաշրջանում իսլամական պետության դեմ պայքարող ֆրանսիական ուժերի վրա հարձակումները։ Նրանց գտնվել է Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի խիստ շրջանակի մի մասն է։ Իրանում պատերազմը չի կարող արդարացնել նման հարձակումները, նշել է Էմանուել Մակրոնը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իրանի պատերազմում մասնակցող բոլոր կողմերին կոչ է արել անցնել բանակցությունների։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից իրականացված զանգվածային ռազմական հարվածները, ինչպես նաեւ Իրանի հետագա հարձակումները այլ երկրների վրա լուրջ վտանգ են ներկայացնում միջազգային խաղաղության համար։ ԱՄՆ-ն ցանկանում է բաժանել Եվրոպան, նրանց դուր չի գալիս Եվրամիությունը, հայտարարել է Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչը Financial Times-ի հետ հարցազրույցում։ Կայա Կալասը նշել է, որ Միացյալ Նահանգների մոտեցումը Եվրամիության նկատմամբ կրկնում է դաշինքի հակառակորդների կողմից կիրառվող մարտավարությունը։ Նրա խոսքով Եվրամիության առանձին երկրները չպետք է փորձեն Թրամփի հետ երկկողմ հարաբերություններ, այլև նրա հետ դաշինքը պետք է համագործակցի միասնականորեն։ Պաշտպանության հարցերի վերաբերյալ Կալասը հայտարարել է, որ դաշինքը պետք է գնի Ամերիկայից, չունի անհրաժեշտ միջոցներ եւ հնարավորություններ, եւ նշել, որ Եվրոպային անհրաժեշտ է ներդրումներ կատարել պաշտպանական արդյունաբերության մեջ։ Լագոդեխի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են երկու անձի խմբակային կատարված շորթման, շահադիտական նպատակով անձնական կյանքի գաղտնիության խախտման եւ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները անցյալ տարվա ամռանը 1994 թվականին ծնված տղամարդուց գումար շորթելու նպատակով սոցիալական ցանցերում տարածել են նրա անձնական կյանքը պատկերող լուսանկարներ եւ տեսանյութեր։ Դրանից հետո նա ավարտել է իր կյանքը ինքնասպանությամբ։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 9 տարվա ժամկետով ազատազրկում։
Խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման եւ իրացմանը խթանելու մեղադրանքով Բաթումիում ձերբակալել են Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիների։ Նրանց անձնական խուզարկության, ավտոմեքենայի եւ ժամանակավոր բնակելի բնակարանների խուզարկության արդյունքում որպես իրեղենապացույց առգրավել են վաճառքի համար պատրաստված առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր։ Հանցագործությունը նախատեսում է մինչեւ 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Տոկիոյում անցկացվում է միջազգային ցուցահանդես։ Վրաստանը ներկայացված է իր սեփական տաղավարով։ Մասնակցում են 6 վրացական ընկերություններ։ Սա Ասիայում ամենամասշտաբային միջազգային միջոցառումներից մեկն է։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 70 երկրներից մինչև 3000 ընկերություններ։ Վրացական տաղավար է կազմակերպվել նաև Լոնդոնի գրքի տոնավաճառում։ Գրական թարգմանությունների բաժնում տեղի է ունեցել Ռուսուդան Գորգիլաձեի «Դիկտատուրայի համը» գրքի շնորհանդեսը։ Կայացել է նաև հանդիպում հեղինակի հետ։ Լոնդոնի գրքի տոնավաճառում մեր երկիրը ներկայացել է ազգային տաղավարով, մինչև 80 հրատարակություններով եւ մինչև 10 հեղինակներով, թարգմանիչներով ու հրատարակիչներով։ Տոնավաճառում գրողների տունը կազմակերպել է 3 միջոցառում։ Տեղի են ունեցել նաև հանդիպումներ փառատոնի մասնակից հրատարակիչների, գրական գործակալների եւ թարգմանիչների միջև։